Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահը 10 օր առաջ էր հայտարարել, թե բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը մեջբերում Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Իշխանական պատգամավորը կարծում է, այս թեմայի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության արձագանքը լրատվամիջոցներում աղաղաղվել է, մեղադրանքներ են հնչել։ Արդյունքում ձեզ մեղադրեցին հարցը օրակարգից հանելուն, խնդիրը Լեռնային Ղարաբաղի վրա բարթելու մեջ, կխնդրեի ձեր արձագանքը սրա հետ կապված։ Միրզոյանը ասաց, իսկապես խոսքն աղավաղվելու հակառակ լույսի ներքո են ներկայացրել։ Պարզաբանեց, ինչպես հայտարարել են նախկինում, փորձել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը, նաեւ ուղիղ խոսակցության երաշխիքների ու մեխանիզմների ստեղծման ճանապարհով։ Իրադարձությունների զարգացումից հետո օրակարգը չի շարունակվել։ Մենք վստահ ենք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է լինել, որ որոշակի հարցեր լուծել։ Սա է ըստ էության եղել մեր պատասխանը եւ փաստա, որ բռնի տեղահանությունից հետո եւ հատկապես եւ նաեւ իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթից հռչակումից հետո դա այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք։ Դարձյալ ադրբեջանական կողմին մեջ բերեց իշխանական պատգամավորը մեկ այլ հարց ուղղելով Միրզոյանին։ Այս մեկը մասնավորապես վերաբերում էր այսօր Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների հանդիպմանը հնչած ուղերձներին։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ այսպես կոչված միջին միջանցքը Հարավային Կովկասում անցնելու է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով։ Կխնդրեմ պատասխանեք, մենք այս ծրագրում Հայաստանի ներառման համար ինչ որ քայլեր անում ենք։ Ամբողջ աշխարհն է այսօր լոգիստիկ ուղիների ու հնարավորությունների փնտրտուքի մեջ, ասաց Միրզոյանը, մեջ բերեց հայկական հայտնի խաղաղության խաչմերուկը։ Ըստ արտգործնախարարի որոշ փորձագետներ պնդում են, որ խաղաղության խաչմերուկը հենց միջին միջանցքի ճյուղ է։ Մենք շատ կառուցողական պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին, եւ եթե դրական պաշտոնական պատասխան լինի, մենք կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել այդ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ միջին միջանցքին, մյուսին կապվելուն, նույնիսկ չզուգակցելով այդ գործընթացը մեր խաղաղության համաձայնագրի ստորագրման վերացման հետ։ Իդեպ, ընդդիմադիր խորհրդարանականները կառավարության անդամներին հարցեր տալու չէին եկել։ Տիգրան Յուրգենյան, ժամը լրատվական։